Երևան քաղաքի տրանսպորտի վիճակը եւ այս գերծանրաբեռնված ավտոբուսների վարորդներին Տիգրան Ավենյանը ասում է պետք է նաեւ հսկիչի դեր տանեք, անպայման տեսնեք ով տվեց գումարը, ով չտվեց։ Այսպես դռների մեջ ծեպ եղած մարդիկ փորձում են, տեսեք դուռը չի փակվում։ Նախ սա արդեն վտանգավոր է մարդկանց տեղափոխելու համար եւ երկրորդ որ վարորդները պետք է կարողանան այս գերծանրաբեռնված ավտոբուսով լցված մարդկանց անվնաս տեղ հասցնել եւ ոչ թե Տիգրան Ավենյան քո համար հավաքագրում իրականացնեն։ Ահա, հիմա տեսեք, հաջորդ տրանսպորտն է, որին սպասում ենք։ Հիմա դռները կբացի, այստեղ 1-2 հոգի կխցկվեն թե ոչ, ու այս գերծանրաբեռնված տրանսպորտի վարորդներին Տիգրան Ավենյան դու հորդորում ես հավաքագրում իրականացնել։ Այս վարորդների ուշքն ու միտքը պետքա լինի այս մարդկանց տեղ հասցնել անվնաս։ Կներեք քաղաքապետարանի հսկի չեք դուք, հա, հսկի չեք դուք, հա, որտեղի աշխատող եք։ Դե հիմա մի հատ այս մարդկանց տեղավորեք, որ վճարեն։ Դե փորձեք տեղավորել, ես էլ պետք է այստեղ նստեմ։ Մենք էլ պիտի նստենք, մեզ էլ հա փորձեք տեղավորել։ Տեսեք, ավտոբուս ՓԲ-ից է, երիտասարդ աշխատակից է, հիմա եկել է, ասում է ձեզ տեղավորում ենք։ Ասում եմ փոքր առաջացել։ Կներեք, են որ ասում են բարելավել են, սրա համար պիտի մարդիկ 150 դրամ վճարեն, հա։ Այս սրա համար պիտի մարդիկ 150 դրամ ոչ այսօր ցերեկել է այսպես եղել։ Ես այսպես եկել եմ, հասել եմ այստեղ Տիգրան Ավենյանն էլ հրավիրել եմ։ Բա մենք չնստեցինք, բա այստեղ մարդիկ չնստեցին։ Չէ, մենք արդեն 20 րոպե սպասում ենք այստեղ։ Մենք արդեն 20 րոպե սպասում ենք այստեղ։ Տեսեք, Տիգրան Ավենյան, հատուկ քեզ համար երիտասարդի ոտքերը դուրս են մնացել, մարդկանց ոտքերը։ Քեզ համար Տիգրան Ավենյան, մարդկանց ուղարկել ես, ասում ես թող խցկեն իրար վրա, այս ավտոբուսի անվտանգությունը, այս մարդկանց կյանքի անվտանգությունը ով է հսկելու։ Ինչու ես այսպես գերծանրաբեռնված ավտոբուսներով մարդկանց տեղափոխում։ Ավտոբուսը ժամը 1 գալիս է։ 40 րոպե այստեղ կանգնած ենք, եկավ չկարողացանք նստել, հիմա տեսեք հաջորդ ավտոբուսը։ Ահա, տեսեք, ես հիմա այսպես նկարեմ, տեսեք ինչ է կատարվում Ավենյան Տիգրան քո բարեփոխած տրանսպորտում։ Ուրա, այստեղ էլ ավտոբուս ՓԲ-ից մարդ չկա, մարդկանց խցկի իրար վրա։ Ինչքան ժամանակ է, որ սպասում եք։ Բոլոր ավտոբուսները նույն իրավիճակում են, բոլորը դռներին ծեպ եղած մարդիկ գնում են, 150 դրամ եք դարձնում եւ ասում եք, որ ոչինչ, բարելավում ենք, սա է ձեր բարելաված տրանսպորտը։ Հիմա էլ վարորդներին հսկիչ ես դարձրել, սա է քո բարելաված տրանսպորտը, Տիգրան Ավենյան։ Եվ ընդհանրապես այս մարդկանց անվտանգությունը 30-40 հոգու փոխարեն ավտոբուսները լցվում են 80-ից 100 հոգի, ու այս մարդիկ այսպես քիչ չգնում են, մի հատ էլ վարորդներին ասում ես հսկիչի դեր, ահա տեսեք, վարորդն է, բարձրացել է, ես եթե կարողանամ ցույց տամ, տեղից բարձրացել է, ասում է վճարեք նոր։ Հիմա տեսեք այս մարդկանց երթևեկը։ Տիգրան Ավենյան, քեզ հիմա հրավիրում եմ բարեկամություն մետրոյի կանգառ։ Ես քեզ ժամը 5-ին եմ այստեղ հրավիրել, եկ եւ այս մարդկանց պատասխան տուր։ Սա է քո բարեփոխած տրանսպորտը։ Մարդիկ աղարգե, որ տեղավորում են։ Ասում է իրար վրա կխցկենք, իրար վրա կգնանք։ Ինչ էր ասում։ Ասում է իրար վրա
Ասում ես կտեղավոր եմ։ Դուք կարողացաք տեղավորվել, քանի ավտոբուս արդեն բաց թողեցիք, արգելիս։ Այ էսա։ Ապելել ոնց անի։ Տրանսպորտ պետք է ավելացնել, ժողովուրդ ջան, ինչպես բոլոր երկրներում, որտեղ տրանսպորտի գինը բարձրանում է, այնտեղ տրանսպորտային միջոցներ են ավելանում։ Տարբեր ուղղություններով են, օրինակ Բանգլադեշ մեկ ավտո եկավ գնաց։ Ասեք, լսում եմ ձեզ։ Ինչի է այսպես։ Դուք վճարում եք։ Ես վճարում։ Ես էլ եմ վճարում։ Բարին ընձեզ։ Իսկ ով ասաց, որ չեմ։ Ուրեմն, եթե վճարունակ չեմ վճարում։ Դրա համար է Տիգրան Ավինյանին նախորոք ասում, մոտ մի եկեք, հա, մոտ մի եկեք։ Դուք ուղիղ եթերում եք։ Մոտ եկեք։ Դուք ուղիղ եթերում եք։ Ոչ մի բան, դուք ուղիղ եթերում եք հիմա։ Մի գործ չունեք իրենից, ինքն էլ ուղարկված է, գործ չունեք։ Մոտ չգաք ինձ։ Այն ժամանակ Ես հիմա տուն եմ գնում։ Այ դուք, տեսեք, դուք այդպես կնստեք։ Այն ժամանակ երբ որ հնարավոր է։ Իսկ երբ հնարավոր չի, հիմա մենք ինչ անենք, քանի ժամ սպասենք։ 3 ժամ սպասենք, մինչև տրանսպորտը գա։ Դե իրար վրա նստենք։ Բա։ Հիմա ում վրա նստենք, եթե վճարած չկա։ Հաստատներն են, որ տեղավորում էին։ Հիմա ում վրա նստենք գնում։ Եվ այսօր իրավիճակը այսպիսին է, որովհետև Տիգրան Ավինյանը բոլոր վարորդներին հրահանգել է իր ղեկավարած այդ ավտոբուս ընկերությունը հրահանգել է մինչև չվճարեն, դռները չբացել, չփակել։ Առավոտյան ասել եմ, բոլոր այն տրանսպորտային միջոցները, որով այսօր տեղ եմ հասել 20 րոպեում, եկել եմ 45 րոպեում, որովհետև վարորդներին հրահանգված էր, հիմա դրա համար այս պատկերն է Երևան քաղաքում։ Ոչններից տեսքա, ոչններից Ու մի հատ գան իրանք ստեղ օգնել տրանսպորտին, հետո որոշումներ կայացնեն։ Չէ։ Քանի որ այս իշխանությունը թանկացրեց տրանսպորտը ու նորից չեն կարողանում իրենց գործերը այդքան էլ լավ չի, դրա համար իրենք որոշել են այսօր վարորդներին ու մարդկանց իրար հետ վեճի մեջ մտցնել, իրավիճակը Երևանի բոլոր կանգառներում այսպես խառնաշփոթ ստեղծել։ Пока. Լուծեք, կանանց կլուծեք։ Ընդհանրապես քաղաքակիրթ աշխարհում բարեփոխված տրանսպորտը, երբ որ տրանսպորտի գին է բարձրանում եւ բարեփոխվում է, այդ տրանսպորտում, այդ ցանցում, այդ գծի վրա համապատասխան քանակի երթուղիներ են տեղադրվում եւ ոչ թե այսպես մարդկանց լցնել
ու տեղափոխել։ Բնական է, որ որևէ մեկի անվտանգությունը, որևէ մեկի կյանքը այս իշխանությանը չի հետաքրքրում։ Հերթական տրանսպորտային միջոցներ։ Երևանի ավականու հարգելի անդամներ, հիմա դիմում եմ ձեզ, արդյոք ինչ նորմեր կան նախատեսված, ես խնդրում եմ ինձ տեղեկացնել, ինչ նորմեր կան նախատեսված, քանի հոգի քաղաքացի կարող է օրինակ այս կապույտ տրանսպորտը տեղափոխել, ման ավտոբուսները, քանի քաղաքացի կարող են տեղափոխել եւ այդ գերծանրաբեռնված վիճակի պատասխանատվությունը ով է կրում ընդհանրապես։ Ես ուղղակի կուզենամ այդ նորմերը, հարգելի ավականու անդամներ, ինձ տեղեկացնեք, թե ընդհանրապես քանի հոգի պետք է տրանսպորտային միջոցը կարողանա տեղափոխել։ Տեսեք բոլոր այս է կախված։ Մենք հասկանանք, գուցե եւ ինչու ոչ, վիճարկենք դատարանում այս հարցը, որպեսզի մարդիկ այս վտանգավոր երթևեկությամբ չտեղափոխվեն Երևանի A կետից B կետը։ Ինձ ինչու եք նկարում, կասեք։ Դուք ինձ ինչ եք նկարում։ Ես լրատվամիջոց եմ, նկարում եմ։ Այ այսպես Երևի էլի ավտոբուս ՓՊ-ից էր, իմ դեմքը ձեզ շատ ծանոթ է, ես դեմք չեմ թաքցնում, Տիգրան Ավինյանը իմ դեմքը շատ լավ գիտի,